Եվ այսպես ուշադրություն Հայաստանի վարչապետը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ալիքին տված հարցազրույցում ասեց հետևյալը, որ որևէ երրորդ ուժ չի կարող Հայաստանի Հանրապետությունում վերահսկել ինչ-որ տարանցիկ միջանցքներ, խոսքը իհարկե գիտենք, որ վերաբերվում է նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրին, որտեղ որ իբր թե ասվում է, թե Հայաստանը համաձայնության է եկել, որ Հայաստանը պետքա ռուսական կողմին հանձնի այդ ճանապարհի վերահսկողությունը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, ինչպես անվանում են ադրբեջանցիները։ Հայաստանի վարչապետը բազմիցս շեշտել է, որ նման բան չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության պետական ալիքին տված հարցազրույցում ևս հաստատեց, որ դա որևէ ձև չի համապատասխանում իրականությանը եւ Հայաստանը որևէ տեղ թե բանավոր, թե գրավոր համաձայնություն չի տվել, որ ինչ-որ երրորդ ուժ կգա եւ Սյունիքում ինչ-որ ճանապարհ կվերահսկի եւ Իրանի երկար տարիների այս ընթացքում պատերազմից հետո անհանգստացությունը ևս էդ էր, որ իրանք անդադ փորձում էին հասկանալ, թե ինչա տեղի ունենում։ Իրանական կողմը Ռուսաստանին եւ Ադրբեջանին ներկայացրել է իր դիրքորոշումը, որը եղել է բացասական եւ Իրանը այն պետությունն է, որը կանգնեցրել է այս գործընթացը, որը սկսել էին ադրբեջանցիները եւ ռուսները։ Եթե չլիներ Իրանը, այսօր միգուցե մենք արդեն համաձայնել էինք դրան եւ միգուցե մեզ սպառնալիքի լեզվով հասկացրել էին եւ մեզ դրել էին փակուղու առջեւ, եթե չլիներ Իրանի այդ դիրքորոշումը, որը շատ քիչ պետություններ կան, որ այդպես կկանգնեն Հայաստանի կողքին այս հարցի շուրջ, միգուցե դա լինի Ֆրանսիան, միգուցե ուրիշ պետություն, բայց մենք գիտենք, որ առաջին տեղում Իրանն է եւ Իրանը իր համար դա կարմիր գիծ է համարում եւ չի կարող թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե նույնիսկ Ռուսաստանը Իրանի հետ այս հարցի շուրջ գան որևէ պայմանավորվածության։ Ինչի ասա տեղի ունենում, տեսեք, Իրանի համար Հայաստանի Հանրապետությունը շատ կարևոր գործընկեր է։ Հիմա մարդիկ կասեն, դե Հայաստանը փոքր պետություն է, ինքը ոնց կարա Իրանի համար կարևոր գործընկեր լինի, տեսեք, հյուսիսային ճակատում, այսինքն Իրանի հյուսիսային սահմանները, որը Հայաստան, Ադրբեջան, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի աջ ձեռք, այսինքն եթե ինքը մեզ մեղադրում է, Իրանը մեզ մեղադրում է Ամերիկայի հետ համագործակցելու մեջ, ապա Թուրքիան ոչ միայն համագործակցում է, այլ նաև Թուրքիան ունի ռազմական պայմանավորվածություններ, պայմանագրեր Միացյալ Նահանգների հետ եւ կոնկրետ սպառնալիք է Իրանի համար հենց Թուրքիան։ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է եւ հետեւաբար կրկնակի սպառնալիք Իրանի համար։ Հյուսիսային սահմաններում միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Իհարկե մենք շատ փոքր տարածքով ենք կպած Իրանին, բայց Իրանի համար դա ամենավստահելի ճանապարհն է դեպի Սև ծով։ Եվ այդ ճանապարհը չի կարելի վերահսկողության հանձնել ոչ Թուրքիային, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության։ Եվ ահա թե ինչի է շատ կարևոր Իրանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները, որովհետև մենք ունենք եւ գտել ենք փոխադարձ շահեր, որոնք երկու պետություններին ստիպում են, որ երկու պետությունները շատ խորը մտածեն եւ անհանգստանան միմյանց անվտանգային եւ նաեւ ներքին խնդիրներով։ Փաստացի Իրանը իր հզորությամբ տարածաշրջանում շատ կարևոր երկիր համարվելով կարողացել է այս հարցում կանգնել Հայաստանի կողքին եւ աջակցել, եւ Իրանը մնում է Հայաստանի համար եղբայրական պետություն, չի կարող երբևիցե շահարկվել այն մտքերը, թե Հայաստանը երբևիցե կմտնի դավադիր գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել Իրանին կամ դա կլինի ընդդեմ Իրանի։ Հայաստանը մտածված թե չմտածված նման գործողություն չի կարող իրականացնել, սա Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն է։ Եվ այսպես ողջույն սիրելի բարեկամներ, շատ կարևոր տեղեկատվություն։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը իսկապես ցնցեցին ամբողջ տարածաշրջանը։ Մակրոնը հայտարարել էր հետևյալը, որ Ռուսաստանի Դաշնությունը միայնակ թողեց հայերին, անցավ ադրբեջանցիների կողմը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունեցավ շրջադարձ, ռուս-ադրբեջանական համագործակցություն տեղի ունեցավ ըստ Մակրոնի, որի արդյունքում հայ ժողովուրդը մնաց միայնակ այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարողացավ
պաշտպանել իր սեփական երկրի ինքնիշխանությունը և չդարձավ Ռուսաստանի ստրուկը։ Մակրոնի խոսքերը հենց սրան էին վերաբերվում։ Հայաստանի Հանրապետության վարչապետին իր կողմից ուղղված այս հարգանքը Մակրոնը կրկին վերահաստատում է, և իհարկե դա նաև մենք պետք է հասկանայինք նրանով, որ Ֆրանսիան նախկին նախագահներին զենք չէր վաճառում, և ոչ մեկ չէր ասում, թե ինչի Ֆրանսիայից զենք չեք գնում։ Այն ժամանակ Շարլ Ազնավուրը ողջ էր և նաև նա դիվանագիտական կապեր էր փորձում ամրապնդել Հայաստանի և Ֆրանսիայի միջև և նաև կարող էր բանակցել, ինչու չէ, զենքի ձեռքբերման առումով, բայց այն ժամանակ մեզ զենք չէին տալիս։ Եվ Նիկոլ Փաշինյանը առանց Շարլ Ազնավուրի ներկայությամբ կարողացավ ձեռք բերել զենքեր, ինչը որ իհարկե ողջունելի է, և նաև դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը դարձավ ժողովրդավար իր իսկ սեփական ընտրությամբ, և այդ ժողովրդավարությունը գնահատվեց Արևմուտքի կողմից, և հետևաբար այսօր մենք կարողանում ենք Արևմուտքի հետ խոսել մեր խնդիրների մասին և փորձել գտնել լուծումներ միասին աշխատանքներ տանելով։ Իհարկե զարմանալի էր այն փաստը, որ Մակրոնի խոսքից հետո Ռուսաստանի Դաշնությունից ոչ մեկ չարձագանքեց նրա խոսքին, ոչ մեկ հակառակը չպնդեց, ոչ մեկ չասեց, որ մենք հայերին մենակ չենք թողել, ոչ մեկ չասեց, որ մենք Ադրբեջանի կողմը չենք անցել։ Կարծես իրենք համաձայն էին դրա հետ և ուղղակի չէին էլ ցանկացել դրա դեմը ինչ-որ կերպ առնել և չեն էլ ցանկացել ասել մի բան, որը կարող էր իրենց փրկել այդ իրավիճակից, չնայած նրան, որ այդ իրավիճակից այլևս փրկություն չկա։ Ով չգիտի, որ ռուսը մեր մեջքի հետևից խփել է, իհարկե գիտեն բոլորը։ Ով չգիտի, որ այսօր քո պետությանը Ֆրանսիան է, որ զենքով ապահովում է, և եթե զենքն էլ չլիներ, դու գոյություն չես ունենա որպես պետություն։ Իհարկե առաջնային անվտանգային ապահովման կարևորագույն դրույթներից մեկը դա դիվանագիտությունն է, իսկ երկրորդը դա ուժեղ բանակ ունենալն է։ Զենք ունենաս, որ եթե դիվանագիտությունդ մի օր ձախողվի և դու ընկնես պատերազմների մեջ, դու իմանաս, որ քո զորանոցներում կանգնած են ուժեղ տեխնիկաներ, որոնք կարող են ամեն պահի փրկել քո պետականությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելով Հայաստանը հեռանում էր ամբողջ աշխարհից, Հայաստան հայտնվում էր ինչ-որ տարօրինակ ճահճուտներում, և Հայաստանի Հանրապետության ապագան և ճակատագիրը որևէ կերպ տեսանելի չէր Ռուսաստանի Դաշնության հետ թե դիվանագիտական, թե ռազմավարական, թե եղբայրական այդ հարաբերություններում։ Մարդը մեջքից խփում է, հետո ասում է, որ հայերն են մեղավոր, ու հետո մենք չգիտեմ ինչի մնում ենք մինչև այսօր հապկում, ինչը որ տարօրինակ է, երևի թե 2025 թվականին այս տարի արդեն մենք դուրս կգանք հապկից։